ինչ է փորձում պարզել Եվրամիության համար Մարտակոսը։ Այդ հարցի պատասխանը պարունակված է նրա պաշտոնի Եվրամիության ընդլայնման հարցերով անձնակատար։ Նա եկել է հասկանալու համար եւ ներկայացնելու Եվրամիությանը, արդյոք Հայաստանը իսկապես միտված է եվրոինտեգրմանը, արդյոք Եվրամիությունը պետք է շարունակի քաղաքական, տնտեսական եւ մնացած տեսակի իր պարտականությունների կատարումը Հայաստանի հանդեպ, որտեղ իրենք Վրաստանի դառը փորձը ունեն եւ կասկածում են, որ Հայաստանը գնում է մոտավորապես այս ճանապարհով։ Բայց ոչ Ռուսաստան, երևի, թե հենց Ռուսաստան։ Չէ, Ռուսաստանը իրականում լուրջ ոչ միտեղ այլևս չի դիտվում, դա ընդհանուր տեղ է, ինչպես ասում են, commonplace։ Պարզ է, որ այո, եւ այստեղ Փաշինյանը բոլորին բացատրում, դե գիտեք Ռուսաստանն այստեղ ունի մեծ ազդեցություն, են լավագույն դեպքում ասում են ազատվեք այդ ազդեցությունից եւ նա ստիպված է սկսում է կտոր երկաթուղին օրինակ Ռուսաստանից առաջարկել փոխարինել Ղազախստանին, Քաթարին կամ այլ պրոռուսական երկրներին։ Բայց Եվրոպան շարունակում է պայքարել Հայաստանի համար եւ թող զարմանալի չթվա, բայց այդ միջանցքին միանալու Եվրոպայի առաջարկը դա փորձ է դուրս չգալ Հայաստանից, մնալ Հայաստանի շուրջը, այդ սեղանի շուրջը, ինչպես Ուկրաինայի, ինչպես Խաղաղության խորհրդի, այդպես էլ Հայաստանի շուրջը, այդ մարտին Եվրոպան ուզում է շարունակել մասնակցությունը։ Փաշինյանը փաստորեն սա համարում է իր քաղաքական կրեդոն, իր քաղաքական հմտության գագաթնակետը, որ տեսեք, ես կարողանում եմ խոսել Ամերիկայի հետ եւ Ռուսաստանի, Եվրոպայի եւ չգիտեմ էլի Թուրքիայի հետ եւ դա ներկայացում է որպես սխրանք, որպես առաքինություն, մինչդեռ իրականում դա շատ մեծ խնդիր է առաջացնում Հայաստանի առջև, որովհետև դնում Հայաստանի առջև, որովհետև Հայաստանը գնալով ավելի ու ավելի ծանր ընտրություն պետք է կատարի այս իրարամերժ բևեռների միջև, որովհետև մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև առաջանում է անջրպետ կարևորագույն հարցերով եւ Ուկրաինան ընդամենը մեկ հարց է։ Սա վերաբերվում է արժեքային, մշակութային, տնտեսական մրցակցությանը։ Սա վերաբերվում է նաև Հայաստանին։ Նույնը վերաբերվում է Եվրոպայի եւ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև։ Այսինքն փորձել մնալ նստած երկու աթոռին, այդ բալանսը անել, ես հիշում եմ հայտնի դերասան Վանդամի մի հնարը, երբ որ նա շպագատ է անում ընթացող երկու ֆուրաների մեծ բեռնատարների վրա եւ բեռնատարները կամաց հեռանում են իրենցից եւ նա կամաց այդ բացում է այդ շպագատը ու մենք հասկանում ենք ինչով է դա վերջանում։ Եթե ինչ որ բան կարող է անել Վանդամը, պետք չէ մեզ, հա, որպես պետության, որպես ազգին, այնել այս ազգին, այս դառը պատմությամբ եւ փորձով դնել այս շպագատի մեջ։ Մենք չենք ուզում շպագատ անել երկու ընթացող գնացքների եւ իրարից հեռացող բեռնատարների միջև։ Այս ակրոբատիկան, էկվիլիբրիստիկան ոչ մի լավ բան չի բերի։ Համենայն դեպս դա չի բերում կայունություն, դա չի բերում նորմալացում։ Մենք առաջարկում ենք շատ պարզ նախագիծ։ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը պետք է կրկնի այն ճանապարհը, որով անցել են տասնյակ այլ երկրներ՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, մեզ հասկանալի երկրները, որոնց փորձը նման է մեր փորձին։ Եվ մեկ տարբերություն կա, նայեք նրանց միջին աշխատավարձին, թոշակներին, կենսամակարդակին, հնային եւ մեր։ Անկամ փոքրիկ Էստոնիան, որը երկու անգամ ավելի փոքր է եւ բնակչություններով էլ է փոքր քան Հայաստանը, 3 անգամ, 4-5 անգամ ավելի մեծ տնտեսություն ունի, հնա միջին աշխատավարձներ քան Հայաստանը։ Եվ դա այն Էստոնիան է, որը սահման ունի Ռուսաստանի հետ, բայց նա Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ է։ Միթե այդքան բարդ է հասկանալ, որ մեզ ընդամենը սա է պետք։ Եվ այն մարդիկ, ովքեր հետ են պահում մեզ եվրոինտեգրումից, հանցավոր սխալ են կատարում, կամ
պարզապես անցանք։ Բարև պարոն Խզմալյան, ողջունում ձեզ հրավիրել կնդելից։ Պարոն Խզմալյան, դուք նշեցիք, որ այդ միջանցքը եւ թրիփը Թրամփին են համոզել, որ լավ գաղափար է։ Ես որքան հիշում եմ, միջանցքի գաղափարը դեր Օբրայենն էր առաջարկել Բայդենի փոխպետ քարտուղարը եւ ես կարծում եմ, որ Թրամփին կամ Միացյալ Նահանգների ցանկացած նախագահի այդքան էլ հեշտ չէ համոզել ամերիկյան շահերի դեմ։ Մենք ամենահզոր երկիրը չենք դարել խապված նախագահներ ունենալով։ Բայց այստեղ հարցը ձեր դիտարկման մասին, որ թրիփը պրոթուրքական է։ Ասացեք խնդրեմ, եթե իսկապես այն սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, ապա ինչու Թրամփը ամերիկան փայաբաժին չտվեց ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին, ինչու ինքն է վերահսկում թրիփը Հայաստանին էլ փայաբաժին տալով։ Եվ եթե այդքան գոհ են Ադրբեջանը եւ Թուրքիան եւ շտապում են դա իրականացնել, ինչու է Ադրբեջանը այդքան չի ստորագրում այդ խաղաղության պայմանագիրը, ինչու է նա ձգձգում։ Նախ եթե դուք ճիշտ եք եւ դա արվում է որպես փական, ապա ինչպես կարելի է փական սարքելով խոսել ազատ առևտրի խաչմերուկի մասին։ Եթե դա փական է, ուրեմն դա արդեն հակասում է հենց այն գաղափարին, որ այստեղ բոլորը շահում են win-win situation, ինչպես ասեց Վենսը, որ Հայաստանը, Ամերիկան, Թուրքիան բոլորը դրանից շահում են։ Այդպես չի լինում, ցավոք սրտի, այդ win-win-ը դա գեղեցիկ հայտարարություն է, բայց կյանքում միշտ շահում են ինչ որ մեկի հաշվին եւ այդ հաշիվը վճարում է այս տարածաշրջանում ավանդաբար ցավոք սրտի Հայաստանը։ Հիմա դուք հարցրեցիք եւս մի կարևոր բան, ինչու փայաբաժին չեն տվել Ադրբեջանին կամ Թուրքիային, որովհետեւ փայաբաժինը ոչ միայն գումարն է, այն փոքրիկ 26% 40 կիլոմետրից գումարը, որը Հայաստանը ստանում է որպես փայաբաժին, կներեք դա թուլափայ է, հայերենում կա այդպիսի դառը խոսք։ Իսկ իրական փայաբաժինը, որը ստանում է Ադրբեջանը եւ Թուրքիան, դա փողով չէ, դա անխոչնդոտ ճանապարհ է, դա փաստորեն կամուրջ է, միջանցք։ Դրանից լավ փայաբաժին, ինչ իրենք կարոտեն են մի 1.5 միլիոն դոլարի գումարին, իրենք այդ 1.5 միլիոնը կարող են 1.5 միլիարդ դարձնել եւ իրենք վճարել դրա համար։ Այդպես որ փայաբաժինը այստեղ ավելի շատ թուլափայ է։ Եվրոպան տեսնում է, որ փականը, որը դուք անվանեցիք եւ դուք իրավունք ունեք այդ կարծիք ունենալու, կա այդպեսի այո վտանգ։ Այդ փականը փակելու է, եթե փակվելու է, Միացյալ Նահանգների նաեւ այլ մրցակիցներին, իսկ Եվրոպան տնտեսական մրցակից է Միացյալ Նահանգներին։ Եվ որպեսզի չփակվի այդ ճանապարհը, փական չդառնա, Եվրոպան շտապում է գոնե որևէ կերպ միանալ, ճիշտ այնպես ինչպես Կայա Կալասը վերջերս անընդհատ հայտարարում, մենք ուզում ենք լինել Ուկրաինայի հարցի քննարկման սեղանի շուրջը, չի կարող այդ հարցը լուծվի առանց Եվրոպայի մասնակցության։ Այն մի քիչ ավելի փոքր սեղան, որը Հայաստանին է վերաբերում, Եվրոպան նույն սկզբունքների է դիմում։ Մենք ուզում ենք, ասում է Եվրոպան, լինել Հայաստանի ճակատագրին վերաբերյալ քննարկման մասնակից։ Եվ եթե իրենք շատ լավ հասկանում են, որ թրիփը կարող է ճակատագրական լինել առավել եւս, եթե այդ փականը փակվի, ահա ինչու իրենք հասկանում են, որ այն իմիջիալից իրենք գումար են ներդրել 3 միլիարդ եվրո, քիչ բան չէ այդ հյուսիս-հարավում, իսկ թրիփի դեպքում այդ հյուսիս-հարավը, եթե փականը փակվի, փակվում է, դա էլ է, չէ, ակնհայտ վտանգ, այսինքն ոնց կարող ենք մենք չտեսնել այս վտանգները, թրիփի դեպքում Հայաստանը ստանալու է եկամուտ 26 կիլոմետրից պայմանական կամ 22 կիլոմետրից, նայած ոնց հաշվել։ Եթե կիլոմետրից, այո, եթե տոկոսով է։ Հյուսիս-հարավի դեպքում 500 կիլոմետր է, 560 կիլոմետր է այդ ճանապարհը։ Եվ այդ ճանապարհը ոչ միայն ճանապարհ է, որով հայերը, օրինակ Երևան-Գյումրի ճանապարհը արդեն բաց է, եւ դա այդ հյուսիս-հարավի մասն է կազմում, այսինքն մենք արդեն ստանում ենք դրանից եկամուտ, թեև ճանապարհը դեռ ոչ փոթի է ասել, ոչ Իրանի հարավ
բայց արդեն աշխատում է օգուտ Հայաստանի, այնտեղ ինֆրաստրուկտուրա է կառուցվում, հյուրանոցներ, լցակայաններ, բազմաթիվ այլ բաներ, այսինքն կյանքը զարգանում է, այդ առումով Հայաստանը հաշվեք, որքան քանի անգամ է 560-ը շատ քան 20-ը, եւ ահա դուք կտեսնեք այդ փայաբաժինը որքան ավելի մեծ է մեր դեպքում, 25-26 անգամ ավելի ձեռնտու է Հայաստանին հյուսիս-հարավը, քան թրիպը, 25 անգամ հյուսիս-հարավը դա հնարավորություն է Եվրոպայով կապվել միջին արևելքի, Իրանի հետ, արաբական երկրների եւ ամենակարևորը Հնդկաստանի հետ, որի հետ վերջերս Ֆոն դեր Լայնը Նյու Դելիում Մոդիի հետ ստորագրեց ռազմավարական տնտեսական համաձայնագիր։ Եվ Հնդկաստանը, որը մեծ հարցեր ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերյալ, բացում է իր շուկան Եվրոպայի համար։ Գարժան մեր հեռուստադիտողը, որը հարցնում էր փականի մասին, ես չբերեցի, չէ՞, փականի հարցը, ես զգուշանում եմ այդ բառն ասել, բայց բառն ասված է։ Այո, դա կարող է լինել փական, եւ բնականաբար Միացյալ Նահանգները ցանկության դեպքում կարող են դա անել, կամ այն ընկերությունը, որը չի պատկանում Միացյալ Նահանգների կառավարության է միջալոց, իսկ այնտեղ շատ ավելի հզոր ընկերություններ են ետևում, օրինակ BlackRock-ը, որը 15 տրիլիոն դոլարի կարողություն ունի։ Այդ ով պետք է Հայաստանում գա եւ BlackRock-ի հետ ոտ գցի, եթե BlackRock-ի շահերը հանկարծ չեն համընկնի Հայաստանի շահերին։ Եվ հարցերից մեկը այլն էր, հեռուստադիտողը ասում էր, այդքան շտապում է Ալիևը, ինչու չի այդ դեպքում շտապում ստորագրել խաղաղության պայմանագիր։ Որովհետև Ալիևը որքան էլ շտապում է, հասկանում է, որ նա ունի 3 տարի եւ նա ունի վարչապետի թեկնածու Հանձինես Փաշինյանին, որը կարող է դեռ որոշ Ադրբեջանին եւ Թուրքիային անհրաժեշտ պայմաններ կատարել։ Այդ նախապայմաններն է դա սահմանադրության փոփոխությունը, անկախության հռչակագրի հեռացումը, Արցախի հարցի հեռացումը, ցեղասպանության հարցի հեռացումը սահմանադրությունից, անկլավների վերադարձը, այդ ամենը ես ընդամենը 5 բան եմ թվարկել։ Այդ ամենը այնքան կարևոր է, որ եւ Ֆիդանը, եւ Ալիևը, եւ նրանց խոսնակները ուղիղ աջակցում են Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, որովհետև նրանք չեն ունենա երևի այլևս այդպիսի հարմար վարչապետ Հայաստանում, ով կատարում է նրանց բոլոր պահանջները։ Հիշեք, պարզ մի բան, Թրամփը Դավոսում հայտարարում է խաղաղության խորհրդի մասին եւ ընդամենը դրանից 2 օր առաջ վարչապետ Փաշինյանը, ով հայտարարում էր, որ Դավոս չի գնալու, ժամեր անց հայտնվում է Դավոսում։ Ինչու՞։ Որովհետև խաղաղության խորհուրդը նախապես կոչված էր Ղազայի խնդիրը լուծելու, բայց ընթացքում Թրամփը որոշում է, որ դա պետք է ոչ ավել ոչ պակաս փոխարինի միավորված ազգերի կազմակերպությունը։ Ահա ինչու Եվրոպան այնտեղ չի մասնակցում, եւ ոչ միայն Եվրոպան։ Եվ երբ Թրամփը սկսում է իր սիրած երգը, որ ես խաղաղարար եմ, ես խաղաղության աղավնի եմ, եւ ես ընդհատել եմ 10 պատերազմ։ Նրան պետք է ինչ-որ պատկեր ցույց տալ։ Եվ հիշում են, որ Անգոլայի, թե Ալբանիայի ու Կամբոջայի միջև կներեք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված է խաղաղություն։ Ահա ինչու այդ խաղաղությունը դառնում է ապրանք, որը մեզ վրա փորձում են մի քանի անգամ վաճառել։ Ինչու է այդքան հուզված մեր իշխանությունը այդ խաղաղությամբ։ Չէ՞ որ պատերազմ չկա։ Պատերազմը Արցախի համար էր։ 5 տարի առաջ ավարտվեց պատերազմը, 3 տարի առաջ հայաթափվեց Արցախը։ Հիմա ինչ պատերազմի մասին է խոսքը։ Էլի ուզում եք մեզ վրա հերթական անգամ խաղաղությունը նույն ապրանքը նորից վաճառել։ Դա Թրամփին էր պետք։ Այո, Թրամփին էր պետք, բայց խաղաղության պայմանագիրը չի ստորագրված, նախաստորագրված է։ Չի վավերացված։ Այո, բայց Թրամփը ասում է արդեն խաղաղության մասին։ Որովհետև Ալիևի համար դա
ճնշման միջոց է, որպեսզի ցանկացած բային բողոքել Թրամփին, որ հայերը չեն կատարում, ինքը չի ասի չեն կատարում իմ պահանջները, ինքը ասելու է չեն կատարում ձեր պահանջները, որովհետև իրենք խոչընդոտում են խաղաղությանը, եւ Թրամփը այնտեղ չի խորանում անկլավների սահմանադրության, անկախության հռչակագրի մեջ, ինքը ասում է ինձ մեծ գործընկեր եւ իմ բարեկամ Ալիևը զանգել է, ասել է, որ դու ինչ-որ բան այդտեղ չես ստորագրում, կամ ինչ-որ բան չես անում, ուրեմն կգնաս ու կանես։ Այսինքն այդ պարզ շահարկմանը Հայաստանը ենթարկվում։ Այո, եւ ահա ինչու եթե մենք լինենք եվրոպական դաշտում, մենք չենք կանգնելու Թրամփի, Ալիևի դեմ մենակ հող է պատրաստել արդեն, ինչու են մեղադրելու Հայաստանին, նացիզմի, ռևանշիզմի, պատերազմի քարոզի եւ այլ մեղքերի համար։ Արդյոք Հայաստանը այդքան ոչ ճկուն է եւ ոչ հմուտ է, որ նա կարողանում է եւ մեզ բզին կախել ահաբեկչություն, նացիզմ եւ հիմա էլ խաղաղություն չցանկացող վաղը, մյուս օրը խաղաղությունը չապահովող երկիր։ Ալիևը եւ Ալիևի կլանը փաստորեն տասնամյակների ընթացքում ձևավորված Ադրբեջանի վերնախավն է, KGB-ի, ՄԳԻՄՈ-ի հատուկ ծառայությունների, խորհրդականների այդ մեջ էփված մի սերուցք, որը պաշտպանում է անձնական եւ ազգային շահերը, որտեղ այնտեղ դա նույնն է։ Այնինչ լավ է Ալիևին, լավ է Ադրբեջանի համար, ասում է Ալիևը։ Հայաստանում տեղի ունեցավ հակառակը եւ իրական վերնախավը փշրված է, փոշիացված է, երկրից հեռացված է, բանտարկված է կամ անմեղսունակ է։ Եվ մարդիկ, ովքեր վերցրել են իրենց վրա այդ խաղի բեռը, ոչ խաղը գիտեն, ոչ խաղալ գիտեն, ոչ կանոնները, ոչ հասկանում են ինչ է կատարվում, որովհետև մեզ մոտ իրական վերնախավը օտարված է իշխանությունից։ Եվ 30 տարի տեղի էր ունենում բացասական սելեկցիա։ Ամեն հաջորդ կառավարությունը, ամեն հաջորդ խորհրդարանը ավելի վատն էր, քան Հայաստանի անկախության սկզբի շրջանում։ Հիշեք մեր առաջին խորհրդարանը, հիշեք այնտեղ գիտնականների, դոկտորների եւ տեխնացուների, ազգային գործիչների քանակությունը եւ հիշեք ինչին հասանք մենք այս 35 տարվա ընթացքում։